Բարեկալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Տիկին Մակունց, սա ձեր դիվանագիտական գործունեությունից սկսած կարելի ասել առաջին անգամ է, որ մենք ձեզ հրավիրում ենք, հյուրընկալում ենք մեր տաղավարում, դրա համար կարող են լինել շատ հարցեր այս ընթացքի վերաբերյալ, մինչև ձեր դիվանագիտական ծառայություն պաշտոն ստանձնելը, դրանից հետո եւ այլն։ Պատրաստ եղեք։ Բայց գանք ամենաթարմից տարածաշրջանը բավականին անկայուն վիճակում է հիմա, մեծ տարածաշրջանի մասին է խոսքը, Իրանը, Ամերիկայի եւ Իսրայելի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում եւ արդեն գիտենք, որ մի փոխադարձ հարվածներ են, Իրանի հոգեվոր առաջնորդն է զոհվել, սպանվել եւ Հայաստանը այդ պատերազմի երրորդ օրը կարելի ասել պաշտոնապես կապ հաստատեց իրանական կողմի հետ եւ ցավակցեց եւ նաեւ մարդասիրական որոշակի աջակցություն առաջարկեց։ Կասեք հանրության շրջանում այնուամենայնիվ այս հարցը կա, որոնք էին այս դիվանագիտական հապաղման պատճառները, այսինքն ինչու պատերազմի երրորդ օրը մեզ մոտ ստացվեց կապ հաստատել իրանական կողմի հետ եւ արդյոք սա կապված էր նաեւ նրա հետ, որ պատերազմի մյուս կողմում Վաշինգտոնն է եւ պետք էր իրենց հետ եւս կոմունիկացվել։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար։ Ես չէի ձևակերպի հապաղում Հայաստանի Հանրապետության կողմից, որովհետև արձագանքները միայն հրապարակային չեն եւ իրավիճակին արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից առաջին հերթին ուսումնասիրությունն է եւ թե ինչ է կատարում տարածաշրջանում եւ դա պոտենցիալ ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք տեղյակ եք, որ անվտանգության խորհուրդը նիստեր էր կազմակերպել եւ իրավիճակը ուսումնասիրել։ Մինչ անվտանգության խորհրդի նիստը նույնպես գուցե ոչ այդքան ուղիղ տեսանելի գործողություններ, բայց եղել են Հայաստանի Հանրապետության կողմից, կանխատեսելով, որ նման զարգացումներ են հնարավոր։ Եվ այո, անվտանգության խորհրդում բնականաբար քննարկվել է թե ինչպես իրավիճակը, այնպես էլ հնարավոր մարտահրավերները, որոնք կարող են առնչվել այդ թվում Հայաստանի Հանրապետությանը եւ թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը պետք է արձագանքի դրանց։ Այսինքն սա հապաղում չի եղել, ընթացքում եւ կապեր են եղել եւ կոնտակտներ են եղել, կողմերի հետ խոսվել է, այսպես ասած։ Ես գերատեսչությունների անունից չեմ կարող բնականաբար դրան արձագանքել, բայց վստահ եմ, որ այդպես է եղել։ Շատ լավ, այնուամենայնիվ Իրան հիմա բավական ծանր վիճակ է նաև ծոցի երկրներում, որովհետև Իրանն էլ հարվածում է այդ երկրներում ամերիկյան ռազմավազարային եւ ոչ միայն, եւ այդ երկրներում թե Իրանում, թե այդ երկրներում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կան հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, կա աշխատանք այդ ուղղությամբ, որպեսզի այդ մարդկանց տարհանվի այդ երկրներից, որովհետև սկսած երեխաներից մինչև, չգիտեմ, տարեցներ այդ երկրներում գտնվում են տարբեր նպատակներով, տուրիստականից սկսած մինչև, չգիտեմ, կրթական եւ այլ, հա։ Այդ ուղղությամբ որևէ աշխատանք կա հայերին, Հայաստանի քաղաքացիներին եւ գուցե նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին տարհանելու հետ կապված։ Արտաքին գործերի նախարարությունն արդեն մի քանի հայտարարություն արել է, որով նշել է, որ մեր դիվանագիտական ներկայացությունները տարբեր երկրներում, ձեր թված երկրներում ակտիվ զբաղվում են եւ կա թեժգից, ակտիվ կապ կա մեր քաղաքացիների հետ եւ արդից օգտվելով, եթե կան տեղեկություններ նաեւ քաղաքացիների վերաբերյալ, որոնք գտնվում են այդ երկրներում, լինեն դրանք ուսանողներ, կամ պարզապես տուրիստներ, խնդրում ենք նաև կապ հաստատել արտաքին գործերի նախարարության հետ եւ տրամադրել տվյալներ։ Այո, եւ բնականաբար խնդիր է դրվում ոչ միայն մեր քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, այլև անվտանգ եւ առաջին հերթին անվտանգ նրանց տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Պարբերաբար հայտարարություններն արվում են եւ բնականաբար դրանք կկարվեն։ Այսինքն հստակ աշխատանք այդ ուղղությամբ տարվում է։ Այո, իհարկե։ Այո, հուսամ առաջին արդեն մարդիկ կժամանեն Հայաստան առաջիկայում։ Տեսեք, Իրանում Հայաստանի դեսպանը, որ ասուլիս տվեց արդեն դեռ 3, պատվելով ներկայացնելով Իրանի պաշտոնական տեսակետը կատարվողի հետ կապված, դրանից առաջ եւ ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանը եւ Իրանը եւս մշակում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել այս տարի դեռ շաբաթներ առաջ ասաց նրա մասին, որ սպասվում է Փաշինյանի այցը նաև Թեհրան եւ այնտեղ կարող է ստորագրվել այդ փաստաթուղթը։ Կասեք, օրինակ հատկապես հաշվի առնելով այս իրավիճակը, որ մի կողմից մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմավարական հարաբերությունների
վերաբերյալ փաստաթուղթ, մյուս կողմից պատրաստում ենք ստորագրել Իրանի հետ կամ մշակվում է այդ փաստաթուղթը։ Եվ հիմա այդ երկու կողմերը գտնվում են արյունալի պատերազմի մեջ։ Ինչպես ենք հավասարակշռելու եւ բալանսավորելու այդ շահերը այդ երկու կողմերի հետ եւ արդյոք հնարավորություն տեսնում եք այդ փաստաթուղթը այժմ կամ ապագայում, որ միսուարիում ստանա եւ ստորագրվի։ Իրանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ նպատակների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս նաև հրապարակային նշել է, այնպես որ այստեղ որևէ անակնկալ չկա ոչ մեր քաղաքացիների համար եւ ոչ էլ մեր բարեկամ պետությունների գործընկերների համար, այդ թվում Միացյալ Նահանգների համար։ Առհասարակ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը իր հարաբերությունները տարբեր պետությունների հետ կառուցելիս շատ թափանցիկ է եւ հստակ նշում է այն, ինչ իր համար ընդունելի է եւ ընդունելի չէ։ Մենք շատ թափանցիկ ենք եղել այդ թվում Միացյալ Նահանգների հետ, նշելով Իրանի Իսլամական Հանրապետության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար որպես առաջին հերթին մեր հարևան պետություն եւ հարավային հարևանը եւ բնականաբար դրա համար կան բազմաթիվ գործոններ, թե ինչով է պայմանավորված Իրանի կարևորությունը Հայաստանի համար։ Բայց դուք իրավացիորեն նշեցիք նաեւ ձեր հարցադրումների սկզբում, դա ինչ պատերազմներ հիմա որ այս կոնֆլիկտում, այս պատերազմական գործողություններում ներգրաված են պետություններ, որոնք շատ կարևոր են եւ առանցքային են Հայաստանի Հանրապետության համար ու բարեկամ պետություններ են։ Եվ այո, այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության բոլոր հայտարարությունները, դիրքավորումները կարևոր են եւ պետք է բխեն առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության շահերից։ Այստեղ վստահ եմ հանրության շրջանում եւ փորձագիտական շրջանում կարող են հնչել տարբեր տեսակետներ Հայաստանի հայտարարությունների թիրախային լինելու վերաբերյալ, բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ մեր ցանկացած հայտարարություն եւ գործողություն պետք է բխի առաջին հերթին մեր շահերից եւ ներկայացնի հենց դրանք։ Եվ դա ինչ է նշանակում ստորագրվելու այդ փաստաթուղթը Երևանի տեսակետը հիմա ինչպիսին է դրա վերաբերյալ։ Տեսեք, արտաքին գործերի նախարարությունը այդ մասին ժամանակին բնականաբար կներկայացնի փոփոխություններ, կոռեկցիաներ։ Ես չեմ կարող նման պնդումներ անել փոփոխությունների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է թե երբ կստորագրվի ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, դա արտաքին գործերի նախարարությունը արդեն կներկայացնի։ Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավական երկար աշխատել եք որպես դեսպան, եթե Հայաստանը որևէ փոփոխություն չանի իր դիրքորոշման մեջ այս փաստաթղթի վերաբերյալ շարունակի բանակցությունները, Ամերիկան ինչպես կարող է արձագանքել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները, օրինակ փոխնախագահ Վենսը, որ վերջերս Հայաստանում էր եւ բացահայտ աջակցություններ հայտնում Հայաստանի իշխանություններին եւ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունների համատեքստում նաեւ, ինչպիսին կարող է լինել իրենց արձագանքը։ Ես քիչ առաջ նշեցի եւ հիմա մի փոքր ավելի կմանրամասնեմ եւ կբացեմ, իհարկե սիրով։ Բոլոր դաշնակիցների, բոլոր գործընկերների հետ մենք թափանցիկ ենք մեր հարաբերությունների վերաբերյալ մեր այլ գործընկերների մասով։ Եվ Միացյալ Նահանգների հետ բնականաբար գիտեք թեմայի սրությունը նաև Միացյալ Նահանգների համար Իրանի գործոնը, բայց Հայաստանի Հանրապետությունը միշտ բաց նշել է, որ փորձելով կարգավորել իր հարաբերությունները երկու շատ բարդ հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը չունի նպատակներ բարդացնելու կամ վատացնելու իր հարաբերությունները մյուս հարևանների հետ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ձգտում է լավ հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ տարածաշրջանի, սա մեկ։ Երկրորդը մենք բնականաբար բոլոր գործընկերների հետ նշում ենք այն, ինչ հնարավոր է Հայաստանի Հանրապետության համար եւ որոնք են մեր կարմիր գծերը։ Եվ երրորդ ուզում եմ շատ մի կարևոր հանգամանք նշել, կարծում եմ բոլոր գործընկերների պարագայում, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, չափազանց կարևոր է պետությունների հետ կանխատեսելիության գործոնը։ Այսինքն արդյոք տվյալ պետությունը եւ մեզ համար դա նույնպես կարևոր, արդյոք տվյալ պետությունը պատրաստվում է իր հարաբերություններն օգտագործել երրորդ պետության դեմ, թե ոչ։ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ հարաբերությունների պարագայում այդպես չի դիրքավորվում։ Եվ եւս մեկ հանգամանք նաեւ հնչում են կարծիքներ, քննադատություններ, արդյոք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող է օգտագործվել հարևան որևէ պետության դեմ, իհարկե ոչ, նման բան չկա եւ ոչ էլ մեր հարևանների հետ հարաբերությունները, անմիջական հարևանների հետ հարաբերությունները կարող են օգտագործվել
եկալ պետության դեմ։ Եթե շատ պարզունակացնեմ, այսպես ասած, ձեր ասած, ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ երբ կարծում ենք հարաբերություններ ռազմավարական բնույթի Միացյալ Նահանգների հետ, մոտավորապես իմանալով նաև իրենց զգայունությունները տարածաշրջանի հետ կապված, Հայաստանն ասում է, որ գիտեք, մենք նաև նմանատիպ կամ այդ բնույթի հարաբերություններ են կառուցում Իրանի հետ, բայց որևէ նպատակ չունենք ձեզ վնասելու Իրանի հետ կառուցելով նման հարաբերություններ եւ հակառակը։ Բնականաբար, այո, դուք շատ ճիշտ եք, հենց այդպես է իրավիճակը։ Եվ բնականաբար հանգիստ ընդունվում է, ընդդիմություն չի լինում։ Դա շատ բնականաբար դժվար եւ ամենօրյա տքնաջան աշխատանք է պահանջում եւ հետեւողական աշխատանք է պահանջում։ Դա այդ ընկալմանը հասնելը դժվար է, բայց Հայաստանի Հանրապետություն պետք է կառուցես, այսպես ասած։ Այո, եւ ես համոզված կարող եմ պնդել, որ այս պահի դրությամբ ընկալում կա Միացյալ Նահանգներում Հայաստանի դիրքավորման վերաբերյալ իր բոլոր հարևանների առնչությամբ։ Շատ լավ։ Գալով այն շրջանին, երբ դեռ ազգային ժողովում եք դուք աշխատում, դա մինչև պատերազմն էր 2020 թվականի եւ այդ շրջանից սկսած կարելի է ասել մի քանի ռազմավարական մենք Հայաստանը մի քանի ռազմավարական հաշվարկներում մի քանի սխալ ենք թույլ տվել կամ կյանքը ցույց տվեց, որ սխալ ենք թույլ տվել, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով կար նման իրավիճակ եւ դրանցից մեկը, որ շատ ցցուն է եւ ձեզ քննադատում են դրա հետ կապված, վստահ եմ գիտեք այդ քննադատությունների մասին, դա այն էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, երբ դուք խմբակցության ղեկավար էիք, ձեր կողմից եղավ հայտարարություն, որ եթե պատերազմը լինի, Թուրքիան ուղղակիորեն չի միջամտի, որովհետև ցեղասպանության հարց կա եւ այլ եւ այլ։ Պատերազմն ապացուցեց տրամագծորեն հակառակը, Թուրքիան ուներ որոշիչ դեր։ Սա ինչի հետևանք էր։ Ռազմավարական հաշվարկներում էինք մենք սխալվում, չգիտեմ, քաղաքական միամտություններ պաշտոնական Երևանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից եւ անձնական պատասխանատվություն զգում եք այս հայտարարության համար։ Իմ ցավում եմ, որ իմ հայտարարությունը աղավաղված եք ներկայացնում հիմա եւ չեմ մեղադրում ուղիղ ձեզ, որովհետեւ մամուլում շատ աղավաղված եւ լայնորեն տարածվեց։ Այդպես է պատասխանում։ Ճեպազրույցը տեղի է ունեցել Տավուշյան դեպքերի ընթացքում եւ լրագրողի հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք այդ իրավիճակում կոնկրետ այդ դեպքերի հետ կապված։ Այո, Թուրքիայի կողմից ուղիղ հարձակում կարող է լինել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որևէ բան, այսպես ասած, չբացառելով, իմ արձագանքը եղել է, որ ես չեմ կարծում, որ Թուրքիայի Հանրապետությունը ուղիղ հարձակում կգործի Հայաստանի Հանրապետության վրա եւ նման բան տեղի չի ունեցել իհարկե, բայց մանիպուլացվել է եւ լայնորեն տարածվեց, առավելաբար խոսում ցանկացան արձագանք եք խոսել դրա մասին։ Առիթ չէր եղել դրան անդրադառնալու, ձեզ շնորհակալ եմ, որ նման առիթ ինձ ընձեռեցիք։ Սա այսպես, ինչ վերաբերում է տարբեր հայտարարություններին, թե մեր քաղաքական ուժի կողմից եւ թե տարբեր ուժերի կողմից, այդ թվում ընդդիմության, 2020 թվականից առաջ մենք ապրել ենք բոլորովին այդ իրողությունում որպես Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ունենալով մի տեսակի պատկերացում մեր իրավիճակի վերաբերյալ, մեր կարողությունների վերաբերյալ, իրողությունների վերաբերյալ, որ այնուհետև զարգացումները ցույց տվեցին, որ այդքան էլ ճշգրիտ չեն։ Եվ առանց որևէ մի կողմի մեղադրանք հասցնելու, որևէ մեկին մեղադրանք չուղղելու, մեր պատկերացումները մեր մասին, տարածաշրջանի մասին, մեր կարողությունների մասին, հնարավորի եւ անհնարինի մասին այդքան էլ չեն համապատասխանել իրականությանը։ Եվ ցավոք 2020 թվականի պատերազմը դառը հաբեր բոլորիս համար, որը ստիպեց մեզ շատ երկար մտորել, շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի թե անձնական եւ թե նաեւ պետական մակարդակով որոշակի ճգնաժամից դուրս գալու ճանապարհին մենք փորձենք տեսնել արդեն այնպիսի մանրամասներ, այնպիսի դետալներ, այնպիսի տեղեկատվություններ, որոնք անտեսել ենք ժամանակին։ Շատ լավ, տեսեք, երբ իշխանության բարբերաբար այս հարցը ուղղում են, իսկապես մոտավորապես նույն պատասխանն է տալիս, որ ժամանակին սխալ ենք մտածել եւ մենք որպես իշխան եւ դուք որպես իշխանություն եւ մենք որպես հանրություն, հա, երբ հանրությունն է այդպես մտածում, որոնք տեղեկատվությանը չեն տիրապետում, ունեն կծկտուր տեղեկատվություն, վերլուծական որոշակի շրջանակներից եկող եւ այլ, դա նորմալ է։ Բայց երբ իշխանությունն է մոտավորապես նույն տրամադրության մեջ կամ մտածելակերպի մեջ իր սեփական կարողությունների, Հայաստանի Հանրապետության պոտենցիալի հաշվարկների տեսանկյունից, սա արդեն հարցեր է առաջացնում։ Այ ռեֆլեքսիա արել եք, ինչու իշխանությունը, որը լինելով առաջնային ինֆորմացիայի տիրապետող, եւս եղել է մոտավորապես այդ տրամադրությունների տակ։ Մենք փորձում ենք իշխանությունը եւ հանրությունը միմյանցից տարանջատել
բայց ժողովրդավարական երկրում իշխանությունը հանդիսանում է առաջին հերթին հանրության մաս, հանրության միանշանակ, բայց տեղեկատվության ծավալով տարբերվում է։ Ճիշտ է, հիմա դրան կանդրադառնամ։ Հանրության ընդհանուր գիտակցության, մոտեցումների, տրամադրությունների մասին հանդիսանում։ Եվ հիշում եք 2018 թվականին, խոսեմ մեր իշխանության մասին, լավ։ 2018 թվականի մայիսին տեղի ունեցան փոփոխությունները եւ շատ կարճ ժամանակ անց սկսեցին հնչել մեղադրանքներ, չգիտեմ, գիտեք արդեն այդ եկել են հողերը տալու եւ այդպիսի իրավիճակներ։ Եթե դուք մեղադրում եք, որ կամ դուք անձամբ չէ, եթե մեղադրանքներն այն մասին են, որ 2018 թվականի մայիսի, հունիսի եւ այլն այդ ժամանակ համապարփակ տեղեկատվություն չի եղել, այո, տեղեկատվություն ես անձամբ եւ բնականաբար ազգային ժողովի պատգամավորները։ Ես մտածում եմ, որ պետք է եղած լինի ձեզ մոտ այդ համապարփակ տեղեկատվությունը որպես իշխանություն։ Այո, բնականաբար նկատի ունեմ իշխանության տարբեր պետք է տարբերվեք ձեր կայացած որոշումներում հայրության մտորումներից, մտադրություններից, մտածմունքներից։ Արձանագրենք մի քանի բան։ Իշխանությունը եւ հանրությունը չեն կարող իրարից տարանջատված լինել եւ մենք հավաքական գիտակցության առումով նույնն ենք։ Երկրորդը տեղեկատվության տեսանկյունից դուք ճիշտ եք ասում եւ այն տեղեկատվությունը, որի հիման վրա պետք է կայացվի որոշում, բնականաբար իշխանության առանձին ճյուղեր տիրապետում են այդ տեղեկատվությանը եւ այն ժամանակ եւ պարբերաբար բնականաբար հիման։ Եվ երրորդը այդ տեղեկատվության հիման վրա արդեն հնչում են առանձին գերատեսչությունների կողմից գնահատականներ, որոնց հիման վրա էլ կայացվում են որոշումներ։ Բայց անցյալին անդադար անդրադառնալը մեզ կարևոր է այն իմաստով, որ մենք արձանագրենք այն թերացումները եւ այն բաց թողումները, որը ունեցել ենք, եւ արձանագրելով պետք է գնալ առաջ։ Այդ մասով, գիտեք, այնքան արդեն ասուլիսներ են եղել, վարչապետն է այդ թեմային անդրադարձել։ Դուք չեք խոսել դրա մասին, դրա համար մենք Լիլիթ Մագունցի հետ ենք խոսում, դրա համար կցանկանայինք իրեն լսել, որովհետև հիմա դուք շատ կարևոր պաշտոն եք, վարչապետի գլխավոր խորհրդականն եք, հասկանալու համար նաև ինչ խորհուրդներ եք տալիս իրեն։ Դրան դեռ կգանք։ Հիմա ապագայի մասին, տեսեք, մի կողմից կար իսկապես այդ, ինչպես դուք եք ասում, սխալ հաշվարկները եւ այլը, հատկապես նաև Ռուսաստանից ակնկալիքների տեսանկյունից, թե ֆորմալ եւ թե ոչ ֆորմալ, որովհետեւ Արցախի վերաբերյալ կար ժամանակին, որ որոշակի ակնկալիքներ էս նկատի ունեմ մինչեւ պատերազմը, հա, եթե պատերազմ լինի Ռուսաստանը ինչպես կարձագանքի կամ չի արձագանքի, եւ նաեւ Հայաստանի, ուղղակի Հայաստանի մասով արդեն դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ։ Եվ Ռուսաստանից շատ հաճախ ասում էին, որ Հայաստանը ունի չափազանցված ակնկալիքներ մեզանից, ակնկալում է այն, ինչ որ իրենք չեն կարող անել կամ տալ, որովհետեւ Ադրբեջանն էլ է կարևոր իրենց համար։ Շատ լավ, արձանագրենք, որ սխալվել ենք այդ առումով։ Սխալվել ենք, նկատի ունեմ, ակնկալել ենք այն, որ, չգիտեմ, Ռուսաստանը չի կարողացել տալ կամ այլ երկիր, բայց հիմա ձեզ մոտ տպավորություն չկա, որ մոտավորապես նույն կերպ չափազանցված ակնկալիքները ձևավորվում օրինակ Ամերիկայից եւ Թրիփից։ Հանրության շրջանում ես նկատում եմ, գուցե իշխանությունը ունի շատ այսպես չափած ձևած եւ ռացիոնալ ակնկալիքներ դրա մասով։ Երբ որ օրինակ թեկուզ պաշտոնյաները մեկ-մեկ ասում են, այո, չկա ուղիղ երաշխիք Միացյալ Նահանգների կողմից ռազմական, այսպես կոշտ երաշխիք, բայց կա թրիփ, որը տնտեսական մասով կարեւոր է, աշխարհաքաղաքական կարեւոր հովանոց կարող է դառնալ եւ այլ։ Այդ ձեզ մոտ տպավորություն չկա, որ մենք մի այսպես չափազանցված ակնկալիքներից, գոնե ընկալումների տեսանկյունից տեղափոխվում ենք մեկ այլ չափազանցված ակնկալիքների դաշտ։ Շատ կարևոր հարցադրում եք անում, ինչի համար շնորհակալ եմ ձեզ, բայց թերացումների մասով եկեք նաև այս կտրվածքով անդրադառնանք, որովհետև թերացումները նույնպես բազմաշերտ են, չէ՞ լինում։ Եվ մեր հավաքական գիտակցության մեջ տարբեր իշխանությունների, բոլոր իշխանությունների օրոք եւ որպես ժողովուրդ, որպես քաղաքացիներ եղել է այն պատկերացումը, կարծում եմ բոլոր իշխանությունների քաղաքականություն ցույց է տվել դա, եւ եկեք ինչ շարունակել նախապես պայմանավորվենք, որ իմ ասածում որևէ մեղադրանք չկա եւ այդ դաշտում չենք խոսում։ Ուղղակի քննարկում ենք։ Չեցրեք այնպես, որ չլինի։ Ուղղակի քննարկում ենք։ Բոլոր գործողությունները եւ բոլոր իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տվել, որ մենք մտածել ենք որպես պետություն, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ունենա մեկ դաշնակից,
ապա դա մեզ ավելի երաշխավորված անվտանգություն է ապահովում։ Մեկ հստակ դաշնակից, Մեկ հստակ դաշնակից, այո։ Ես գործընկերների մասին չեմ խոսում, մեկ հստակ դաշնակից։ Ապա Հայաստանի Հանրապետությունը այդ պարագայում կլինի շատ ավելի պաշտպանված կամ երաշխավորված պաշտպանված, մեր սահմանները կլինեն երաշխավորված անվտանգ, այն խնդիրները եւ կոնֆլիկտը, որը գոյություն ունի, առնվազն չի վատթարանա։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ մոտեցումը սխալ է, ոչ թե սա որպես մեղադրանք դաշնակից պետությանը, այլ որովհետև այն պահից սկսած, երբ դաշնակցի շահերը փոխվում են եւ շահերը ինչ որ բան են թելադրում, մեր որպես փոքր պետության եւ մեր լավ, ասենք դաշնակից պետության շահերը այդ ստորադասվում են եւ երկրորդային են դառնում։ Եվ սա է այսպես են առաջնորդվում պետությունները մշտապես, այսինքն բոլոր պետությունները մշտապես առաջնորդվում են իրենց առաջնային շահերով։ Եվ այդ պարագայում, երբ դու կախված ես լինում մեկ պետության, մեկ դաշնակցի երաշխավորությունից եւ շահերն այդ փուլում չեն համընկնում, դու կանգնում ես փաստի առաջ։ Ներողություն, այս ուղղակի ճշգրտում։ Այո։ Շատ կարևոր թեմա բացեցիք։ Դուք չէիք զգում կամ երբանից զգացիք, որ դաշնակցի շահերը փոխվում են։ Օրինակ 2000 մարդիկ կան, փորձագետներ կան, որ ասում են 2015 թվականից դեռ դրանք փոխվում էին, որովհետև Ռուսաստանը մտավ Սիրիա եւ դրանից հետո իր շահերը տարածաշրջանի վերաբերյալ փոխվեցին, սկսեց առաջարկել լուծման այլ տարբերակ Լեռնային Ղարաբաղի հետ կապված եւ այլ խնդիրներ դրել զորք մտցնել Լեռնային Ղարաբաղ։ Կամ երբանից դրանք փոխվեցին, երբանից սկսեցիք զգալ դա։ Թույլ տվեք շարունակեմ միտքս, որովհետեւ մենք թեման հիմա փոխում ենք, ձեր նախկին հարցից շեղվում ենք։ Եվ շահերը երբ չեն համընկնում արդեն, բնականաբար դու փաստի առաջ ես կանգնում, ինչի առաջ մենք կանգնեցինք։ Եվ այսպես, այսինքն մեր պատկերացումներն այն են եղել, որ եթե ունենանք մեկ հովանավոր, որ չնայենք որևէ այլ ուղղությամբ, ուրեմն կլինենք ավելի անվտանգ։ Փորձը ցույց տվեց, որ այդպես չէ։ Հիմա ինչ վերաբերում է մյուս ծայրահեղության գիրկը ընկնելը, բնականաբար դուք ճիշտ եք եւ Հայաստանի Հանրապետությունը չի առաջնորդվում նման մոտեցումներով։ Եվ դա է պատճառը, որ մենք չենք կարծում, որ անվտանգության, ինքնիշխանության, պետական սահմանների պահպանության, տարածքային ամբողջականության պահպանության առումով գործում է միայն մեկ հանգամանք եւ մեկ գործոն, մեկ երաշխավոր, մեկ երաշխիք։ Այդպես չի լինում։ Դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը շարժում է նաեւ իր բոլոր հարևանների, այդ թվում այնպիսի դժվար հարևանների, պատմականորեն դժվար, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, իրենց այդ հարաբերությունները նույնպես կարգավորելու ուղղությամբ, որտեղ դա երաշխավորության մեկ այլ գործոն է։ Երաշխավորություն բառը չասենք, որովհետեւ ինձ թվում է արդեն շատ ուժեղ բառ է երաշխավորությունը։ Այսինքն եւս մեկ հանգամանք է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ մեր կանխատեսելի միջավայրը։ Բայց իհարկե այն բոլոր գործընկերները, որոնց հետ մենք այս պահին տեսնում ենք շահերի համընկում եւ կարող ենք առաջ տանել մեր ռազմավարական եւ անվտանգային շահերը, մենք բնականաբար համագործակցելու ենք էլի մեկ զամբյուղի մեջ ամբողջը չկուտակելով։ Այնպես որ այդ հարցում ոչ համաձայն չեմ։ TRIP-ը համարում եմ իհարկե անձամբ ես նաեւ շատ կարևոր անվտանգային գործոն եւ անվտանգային երաշխիքներից մեկը, իսկ ոչ միայն այն պոտենցիալ տնտեսական, էներգետիկ անվտանգության մաս է կազմում եւ զարգացման մաս է կազմում, բայց առաջնահերթ այն իհարկե անվտանգային գործոն է հանդիսանում։ Հուսամ պատասխանեցի ձեր հարցերին։ Շատ լավ։ Տեսեք, այնուամենայնիվ կխնդրեմ, եթե ունեք նման վերլուծություն, շատ կարճ կիսվեք, երբ բանից զգացիք, որ այդ միակ երաշխավորի շահերը փոխվում են։ Այդ հարցը պետք է տակ կարծում եմ անվտանգության խորհրդի անդամներին, որովհետև այդ հարցը պիտի իրենց ուղղված լինի։ Շարունակելով նախորդ հարցի տրամաբանությունը, շահերը փոփոխական են։ Եվ առանձին փուլերում կարող են տարբեր պետությունների մեջ շահերը չհամընկնել այն պետությունների հետ, ում հետ այսօր համընկնում են։ Եվ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը եւ բալանսավորել։ Լավ, երաշխավորի մասին, տեսեք, ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար ձեզ քննադատողները ասում են հետեւյալը. այո, պետք է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց
առանց միջնորդ երաշխավորի անհնար է, որովհետև ուժերի շատ մեծ դիսբալանս կա։ Այդ պայմաններում 90 միլիոնից Թուրքիա, 10 միլիոնից Ադրբեջան, իրենց տնտեսությունով, ռազմական պոտենցիալով եւ այլ եւ այլ։ Եվ այդ պարագայում առանց միջնորդ երաշխավորի Հայաստանը միշտ զիջող է լինելու, իսկ նրանք միշտ ստացող են լինելու, հա։ Այ երաշխավոր եւ երբ իշխանությունը դրան պատասխանում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը վարչապետը պատասխանեց, որ մեր երաշխավորը մենք ենք, ուրիշ երաշխավոր չի կարող լինել։ Այս սա մի քիչ վտանգավոր մոտեցում չէ, որովհետեւ հաշվի առնելով իսկապես այդ ուժերի դիսբալանսը։ Վարչապետը նկատի ունի երաշխիքների տարբեր գործոնների փնտրտուքը մեզանից է կախված։ Եվ դա միայն մեկ հենարան ենթադրող երաշխավորություն չի։ Այդ նորից հիշեցնեմ, որ մենք տասնյակ տարիներ շարունակ հենց այդ մեկ երաշխավորի ինստիտուտով ենք առաջ շարժվել եւ կանգնել ենք փակուղու առջև եւ կանգնել ենք բավականին մեծ խնդիրների առջև, որի ուղղությամբ այս պահին չենք պատրաստում շարժվել։ Այն, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, խաղաղության փաստաթուղթը նաև ստորագրվեց Վաշինգտոնում եւ նախագահ Թրամփի ներկայությամբ, Միացյալ Նահանգների վկայությամբ, ինչպես այո, ընդունված է ասել, դա նույնպես հանդիսանում է կարևոր երաշխավորություններից մեկը, բայց ոչ միակ բաղադրիչը։ Նորից պետք է նշեմ, որ հարևանների հետ հարաբերությունները, տնտեսական զարգացումը, կանխատեսելի միջավայրը, սրանք բոլորը այն գործոններն են, որոնք պետք է ուժեղացնեն եւ ամրապնդեն Հայաստանի դիրքերը այդ առումով։ Պատկերացումները մեկ երաշխավորի վերաբերյալ այլևս չկան, փոխվել են, չգիտեմ, խարխլվել են եւ այլ։ Հիմա տարբեր էլեմենտներ են փորձում գտնել երաշխավորությունների կամ երաշխիքային տարբեր գործոններ։ Հասկացա։ Ձեր պաշտոնավարման ընթացքում, երբ որ դուք դեսպան եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա համընկավ Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բավական բուռն հարաբերությունների զարգացման հետ։ Այ կասեք, երբ դա սկսվեց, այսինքն շահերի այս համընկնումը ինչից սկսվեց, որ մենք հասանք ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ Խարտիայի ստորագրմանը, հետո արդեն նաև երկկողմանի տարբեր հուշագրեր, Հայաստանում որոշակի ներդրումներ, թրիփ եւ այլ։ Այ ինչպես դա սկսվեց։ Թույլ տվեք հիշեցնել 2021 թվականի մայիսի դեպքերը, երբ կառավարությունը վարչապետը հրաժարական էր տվել եւ փաստացի ունենք ժամանակավոր կառավարություն եւ պատրաստվում ենք արտահերտ ընտրությունների եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժեցին ադրբեջանական զորքեր եւ այդ ժամանակ մենք ունեինք բավականին, ասած, բարդ իրավիճակ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը եւ իրավիճակի կայունացման ուղղված ջանքերը սկսվել են հենց այդ փուլից։ Արտահերտ ընտրությունների շրջանից կարելի է ասել։ Այո, այդ փուլից են սկսվել, որով իրենց ներկայությամբ, իրենց միջնորդությամբ փորձել են կայունացնել իրավիճակը եւ թույլ չտալ, որպեսզի ավելի էսկալանա իրավիճակը եւ հետագա ներխուժումները փորձենք կանխել։ Տեղի ունեցավ այնուհետև հունիսին Միացյալ Նահանգների գործունեությամբ 15 գերիների, ռազմագերիների վերադարձ Հայաստանի Հանրապետություն։ Վրաստանի տարածքով, այո, Վրաստանի տարածքով, Վրաստանը միջնորդ երկիր էր, որի միջոցով մենք կարողացանք գերիներ վերադարձնել։ Այնուհետև նոյեմբերին ունեցանք սրացումներ եւ արդեն հիշում եք 2021 թվականից հետո էլի իրավիճակը պարբերաբար լարվում էր, սրվում էր 22 թվականի սեպտեմբեր։ 22, այո, 23 եւ այդ բոլոր փուլերում մենք անգամ նույնիսկ այնպիսի իրավիճակներում, որտեղ Միացյալ Նահանգները իրենց բնորոշմամբ իրենց համար անընդունելի իրավիճակում, քանի որ գիտեք, չեմ ուզում այսինքն այնպիսի թեմաներին անդրադառնամ, որոնք կարող են ոչ միանշանակ ընկալվել, համենայն դեպս նկատի ունեմ, որ էսկալացիաների այդ փուլում դժվար իրավիճակներում իշխանությունը միշտ ոչ միանշանակ են ընդունում հանգիստ անդրադարձ։ Բայց ինձ համար կարևոր է մարդկանց ընկալումները։ Փորձել է իհարկե ներգրավված լինել եւ հնարավորինս թույլ չտալ հետագա էսկալացիան։ Իհարկե մեզ հետ համատեղ աշխատանքի միջոցով, այդ թվում եռակողմ ներգրավվածությամբ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ։ Բայց բացի դրանից, այսինքն սա գործոն է եղել բնականաբար, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը դրական ազդեցություն է ունենում կայուն եւ անվտանգ հարաբերական կամ հարաբերականորեն անվտանգ միջավայր ստեղծելու համար։
Բայց նաև կա երկկողմ օրակարգ ուսումնասիրելիս եւ նաև հասկանալով Միացյալ Նահանգների ռազմավարական եւ անվտանգային շահերը ավելի լայն տարածաշրջանում, հետխորհրդային պետությունների շրջանում հասկանալի էր, որ այդտեղ դաշտ կա աշխատելու, երկուստեք յուրաքանչյուրս մեր շահը առաջ մղելով հատվող շահեր կան։ Եվ այդպես քայլ-քայլ աշխատելով մենք հասանք այս հանգրվանին։ Երևի տեղյակ եք, որ բազմաթիվ քննադատություններ կար Թրամփի ընտրվելուց հետո, որ Հայաստանի իշխանությունները խաղադրույք էին կատարել դեմոկրատների վրա, ձեր նկարներ տարածվում, ֆոտոն, որ դուք դեմոկրատները ինչ որ նիստի էիք մասնակցում այնտեղ, հա, ասելով, որ երբ որ տեղի ունեցավ այդ իշխանափոխությունը, իշխանության փոփոխությունը Միացյալ Նահանգներում, դրանից հետո սխալ խաղադրույք էր կատարվել, դուք այնտեղ աջակցում եք դեմոկրատներին եւ դրա համար ձեզ հետ կանչեցին եւ նշանակեցին նոր մարդու Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մինասյանին։ Ինչ կարող եք պատասխանել այդ քննադատություններին։ Մամուլում տեղեկությունը նշված էր միակողմանի։ Իրավիճակը հետեւյալն է. ընտրություններից առաջ, երբ տեղի ունենում քարոզարշավ Միացյալ Նահանգներում, դեմոկրատները եւ հանրապետականներն ունենում են հիմնական համաժողովներ, որոնք տեղի են ունենում ամռանը։ Պետքարտուղարությունը դիվանագետների համար, դեսպանների համար առաջին հերթին կազմակերպում է մասնակցություն թե դեմոկրատների եւ թե հանրապետականների համաժողովին։ Այսինքն նրանք սովորաբար ցիկլային երևույթներ են, որ լինում։ Այո, դա պետքարտուղարությունը կազմակերպում է եւ բնականաբար ես մասնակցել եմ թե դեմոկրատների համաժողովին եւ թե հանրապետականների համաժողովին, թե ինչու է մամուլում կամ առանձին անձինք անհատներ այդպես ներկայացրել, դա բնականաբար արդեն հասկանալի է, որ քաղաքական ենթատեքստ ունի։ Բայց ժամանակը ցույց տվեց եւ ամենաառանցքայինը եւ կարեւորը Հայաստան եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում հենց սա է, որ մենք հասել ենք հարաբերությունների այնպիսի որակի եւ մակարդակի, որ մեր երկրների միջև հարաբերությունները կախված չեն որևէ վարչակազմից։ Եվ սա շատ լավ եւ ուրախալի հանգամանք է։ Այսինքն դեմոկրատների հետ այն հարաբերությունները, որ մենք հասցրեցինք զարգացնել, ոչ միայն պահպանվեցին հանրապետականների օրոք, այլ դրանք սկսեցին շատ սրընթաց առաջընթաց գրանցել Թրամփի վարչակազմի պարագայում։ Եվ այստեղ է, որ երբ խոսում էինք օրինակ ինչպես է ստացվել եւ ինչն է նպաստել, որ մեր հարաբերությունները այսպես զարգանան, շատ կարեւոր է հասկանալ դիմացինի շահերը։ Երբեմն մենք անտեսում ենք դա, մտածում ենք, որ ինչու պետք է մենք մտածենք այդ մասին, պետք է մտածենք, որպեսզի հասկանանք որտեղ են համընկնող կետերը, որոնք մեզ թույլ կտան երկարաժամկետ, հեռահար ծրագրեր եւ ռազմավարություններ մշակել այդ երկրների հետ հարաբերություններում։ Եվ կարծում եմ հենց սա է այդ գործոնը հանդիսանում։ Այո, իսկապես Տիկի Մակոն ժառանգականություն տեղի ունեցավ այդ քաղաքականության եւ կախված չէր ուրեմն վարչակազմերի փոփոխությունից Ամերիկայում մեր Հայաստան ամենահարաբերությունները ավելին դրանք սկսեցին զարգանալ եւ խորանալ Թրամփի ժամանակ։ Բայց ինչպես օրինակ կմեկնաբանեք կամ կբացատրեք գուցե վարչապետի այն հայտարարությունը ի պատասխան դեմոկրատ նախկին պաշտոնյաներից մեկի, որը անդրադարձել էր Ամերիկայի հետ հարաբերությունների խորացմանը եւ Ամերիկայի միջնորդությամբ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, վարչապետը բավական կոշտ արձագանքեց այդ քննադատությանը, կհիշեք, ասելով, որ դեմոկրատների ժամանակ էր կամ հենց այդ շրջանում էր, որ Հայաստանը ամենաանպաշտպանն էր, թույլ էր Հայաստանի պաշտպանությունը։ Ես հիմա ուղիղ չեմ հիշի վարչապետի խոսքերը, բայց մոտավորապես դրանով այդպես էր այդ քննադատությունը հիմնավորվում, եւ որ հիմա ավելի լավ են Հայաստան-Ամերիկա հարաբերությունները եւ Հայաստանի պաշտպանության մակարդակը, ինչու նման կոշտ արձագանք տեղի ունեցավ։ Եթե հիշում եք նաև 2023 թվականին, 24 թվականին շատ բարդ իրավիճակներ կային, որոնց Հայաստանի Հանրապետության ակնկալիքը Միացյալ Նահանգների կողմից առնվազն արձագանքի առումով մի փոքր այլ է եղել։ Կարծում եմ վարչապետի ասածը հենց դրան է վերաբերում։ Միևնույն ժամանակ մենք իհարկե եւ նա վարչապետը նույնպես բազմիցս նշել է, մենք չենք ուրանում որևէ վարչակազմի ներդրումը եւ ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետությանը ավելի անվտանգության ավելի սատար կանգնելու հարցում, այնպես որ նման ենթատեքստ վարչապետի ասածի մեջ խնդրում չփնտրեք։ Եթե կարող եք մանրամասներ ներկայացնել, երբ որ դուք նշանակվեցիք դեսպան, այդ կոնտակտները ինչ մակարդակի էին ձեր եւ Միացյալ Նահանգների իշխանության միջև, եւ հետո աճեցին ինչ մակարդակի, կար նման ինչ-որ էվոլյուցիա։
Համեմատությունը միշտ վատ բան է եւ ես չեմ մտնի այդ դաշտի իհարկե։ Չէ, ձեր պաշտպանման սկիզբ եւ վերջ, էլի։ Սկիզբ եւ վերջ, իհարկե կարող եմ ասել։ Դեսպանները սովորաբար իհարկե ինտենսիվ աշխատում են գործադիր իշխանության հետ, դա պետք քարտուղարությունն է, Սպիտակ տունը, անվտանգության խորհուրդը, մակարդակը ամենօրյա աշխատանքային մակարդակը ոչ ամենաբարձր մակարդակով է լինում, բայց իհարկե խնդրի հրատապության աստիճանից մակարդակը բարձրացվում է պարբերաբար եւ ներգրավվածություն Միացյալ Նահանգների հետ դեսպանի մակարդակով նույնպես բարձր լինում։ Շատ լավ, տեսեք, երբ 2023 թվականներ, եթե չեմ սխալվում, 23 թվականներ պետքարտուղարի փող տեղակալներ դրա պաշտոնակատարներ չեմ հիշում, հիմա հստակ պաշտոնը Յուրի Քիմը։ Հիշեք, հայտարարեց, որ եթե Ադրբեջանը գնա կոշտ գործողությունների ուրեմն Արցախի նկատմամբ այդ ժամանակ բլոկադա էր արդեն, էթնիկ զտում եւ այլ եւ Ամերիկան դա չի մարսի, Ամերիկան դա այսպես հանգիստ չի ընդունի, հա։ Եվ մենք տեսանք, որ հանգիստ մարսեցին էլ, ընդունեցին էլ, իհարկե պաշտոնյաները եկան Ամերիկայից Հայաստան այդ ընթացքում եւ այլ, բայց Ադրբեջանի նկատմամբ մեծ հաշվով սանկցիաներ եւ այլ չկիրառվեցին։ Այդ դուք այդ ժամանակ որ դեսպան եք, ինչ զգացիք այդ հայտարարություն եւ իրականություն այդ դիսոնանսի մեջ։ Մենք հիմա ունենք բոլորովին նոր իրավիճակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջև կնքված է կամ նախաստորագրված է խաղաղության պայմանագիրը։ Իրավիճակները, եթե մենք հետադարձ հայաց գցենք, դուք մի դրվագ եք մատնանշում, բայց դրվագները եւ դժվար իրավիճակները բազմաթիվ են եղել, բազմազան են եղել։ Դրանց շատ քիչ մասն է, որ բարդություն ներկայացնող իրավիճակների շատ քիչ մասն է, որ հրապարակային է եղել։ Բայց կարևորը այստեղ այն է, որ մենք Միացյալ Նահանգների հետ կարողացել ենք շատ բաց, թափանցիկ եւ արդյունավետ աշխատանք ծավալել իմ կարծիքով։ Դուք շփումների եւ հարաբերությունների մակարդակի մասին եք նշում։ Իհարկե դեսպանի ներգրավվածությունը նույնպես կարևոր է, բայց այնինչ հանրային տեսանելի է, կուզեմ ձեր ուշադրությունը կամ հիշողություն սևեռել հենց այդ ուղղությամբ։ Նոյեմբերի վերջ դեկտեմբեր։ Վարպետորեն գնում եք ուրիշ հարցի, բայց նոյեմբերի վերջ դեկտեմբեր, չէ, նախորդ հարցին եմ վերադառնում նաև նոյեմբերի վերջ դեկտեմբեր ամիսներին 2021 թվականին օրինակ մեր անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Սալիվանի հետ, այո, որը եղել է մեր անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին ներգրավվածությունը ամերիկյան գործընկերոջ հետ։ Սա բավականին բարձր մակարդակ է։ Ձևաչափ էր կարելի ասել, աշխատում մշտապես կոնտակտ կար։ Այո, 2022 թվականի հունվարին եղել է ազգային ժողովի նախագահի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպումը։ Դրանից հետո եղել է արդեն Գարնանը արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը։ Դրանից հետո, այսինքն ծավալվել է բավականին դինամիկ եւ մակարդակը բավականին բարձրացել է։ Դրա մասին է հենց հարցնում, ինչպես հաջողվեց հասնել դրան, այսինքն ինչ դժվարություններ կային, ինչ դժվարություններ եք հաղթարել, դուք մանրամասներով չեք ուզում կիսվել մեզ հետ։ Դժվարությունները շատ են եղել եւ դժվարությունների մի մասը նաեւ պայմանավորված չի եղել միայն մեր տարածաշրջանով։ Օրինակ, երբ 22 թվականին սկսվեց պատերազմը Ուկրաինայում, ամենամեծ բարդություններից եւ եթե հարցնեք որոնք են եղել իմ ամենամեծ մարտահրավերները, դրանցից մեկը եղել է հենց Ուկրաինայում պատերազմը, որովհետեւ Միացյալ Նահանգների Վաշինգտոնի ամբողջ ուշադրությունը ուղղված էր հենց այդ ուղղությամբ։ Այսինքն դժվար է շեղել ուղղությունը այլ ուղղության վրա։ Այո, բազմաթիվ պետություններ, այդ թվում Արևմտյան եւ Արևելյան Եվրոպայում, ովքեր ունեին դժվար իրավիճակներ եւ նաեւ անվտանգային տեսանկյունից բարդ իրավիճակներ փորձում էին ստանալ Վաշինգտոնի ուշադրությունը եւ փոքրիկ Հայաստան եւս այդ ընթացքում ուզում էր ստանալ։ Այո, եւ մեզ դա հաջողվեց անել ու եթե հիշում եք նաեւ թե անվտանգության խորհրդի քարտուղարի նկատի ունեմ Ջեյք Սալիվանի եւ թե պետքարտուղարի զրույցները տարբեր պաշտոնյաների հետ, այդ թվում իրենց թուրք գործընկերների հետ կամ այլ գործընկերների հետ, իրենք խոսում էին շատ հաճախ երկու թեմայով՝ Ուկրաինա եւ Հայաստան։ Եվ սա ամենամեծ ցուցիչն է, որը խոսում է այդ փուլում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։ Սա է ուզում։ Շատ լավ, տեսեք, ձեր պաշտոնավարումը մի կողմից իհարկե համընկավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարձրացմամբ, վերելքով, բայց մյուս կողմից նաև հիշվում է սփյուռքյան այսպես կառույցների հետ հարաբերությունների խզմամբ կամ չգիտեմ այդ հարաբերությունները այնուամենայնիվ այդ հարաբերությունները չկարգավորվեցին այդ ընթացքում այ ինչն էր խանգարում ինչու այդպես ստացվեց որ այս ավանդական լոբիստական կառույցների հետ չստացվեց ձեր աշխատանքը պատերազմից հետո դա շատ բարդ էր իհարկե
կարծում եմ Սփյուռքը եւ Հայաստանի տարբեր իշխանությունները մշտապես խնդիրներ ունեցել են, հատկապես երբ հարցն առնչվել է օրինակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը կամ այլ հարցերի։ Եվ մի կողմից կարելի է դա բնական համարել, մյուս կողմից պատերազմը իհարկե սրեց շատ հարաբերություններ եւ իրավիճակներ, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներ գործողվելուց հետո իմ առաջին գործողություններից մեկը առաջին աշխատանքային օրը եղել է Սփյուռքի բոլոր կառույցների հետ կապ հաստատելը։ Այդ թվում ավանդական կառույցների, այդ թվում այն կառույցների, ովքեր նույնիսկ ինչ իմ ժամանելը ինձ բավականին դաժան եւ խիստ քննադատության էին արժանացնում, ինձ համար կարևոր էր, որ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ես իմ ձեռքը մեկնեմ եւ փորձենք այն բոլոր տեղերում, որտեղ կարող ենք համագործակցել, համատեղ աշխատել։ Սակայն հանգամանքները իրավիճակը ցույց տվեց, որ առանձին կառույցների հետ կամ առանձին մեկ կառույցի հետ ցավոք սրտի առնվազն այդ փուլում հնարավոր չէր համատեղ աշխատանք ծավալել։ Սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դիրքավորվել է որևէ Սփյուռքի կառույցի դեմ, սա նշանակում է պարզապես, որ մեր ամբողջ ջանքը եւ էներգիան ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության շահերը այդ շատ դժվար փուլում առաջ մղելուն Միացյալ Նահանգների կառավարության հետ։ Սա է եղել։ Իմ գնահատականը այն է, որ ինչ որ ստացվեց աշխատանքը, ինչու կամ իրենք չցանկացան, ինչ որ պայից դուք էլ չցանկացաք էլ աշխատել ավանդական կառույցների հետ։ Ես իմ ձեռքը մեկնել էի որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, բայց չստացվեց։ Այդպես լինում է։ Հիմա էլ է նույն վիճակը, այսինքն մինչև ձեր պաշտոնավարման ավարտը էլի նույն վիճակն էր, որևէ կոնտակտ չկար հետները։ Ինչ որ պահից սկսած սրացումները դադարեցին, այսինքն կար մի փուլ, երբ ակտիվ գործողություններով այդ ամեն ինչը դրսևորվում էր Սփյուռքի մեկ կառույցի կողմից, բայց հետո ինչ որ փուլից սկսած ես առնվազն որպես այնտեղ ներկայացուցիչ չէի զգում ակտիվ գործողություններ։ Միացյալ Նահանգների մասին պատկերացումները Հայաստանի Հանրապետությունից կարող են բոլորովին այլ լինել, քան իրականությունը կա, եւ այնպես չի, որ երբ ես այստեղից մեկնել եմ, ունեցել եմ, այո, ինչ որ պատկերացումներ բնականաբար գիտելիքների մակարդակով, ընթերցանության մակարդակով, փորձագետների հետ շփման արդյունքում եւ նաեւ նախկին դեսպանների հետ շփման արդյունքում ունեցել եմ եւ մեկնել եմ։ Բայց ինձ համար կարևոր էր ոչ միայն Հայաստանի տեսանկյունից եւ Երևանից հասկանալ, թե ինչպիսին են Միացյալ Նահանգների շահերը, այլ հենց իրենցից լսել դա։ Եվ դա է պատճառը, որ շուրջ 1 ամիս իմ աշխատանքը, երբ ժամանել եմ այնտեղ, իմ աշխատանքը հիմնականում եղել է շփվել այնտեղ տարբեր փորձագիտական եւ վերլուծական ուղեղային կենտրոնների հետ, որտեղ սովորաբար դեսպանները գնում են եւ բրիֆինգներ են անում իրենց երկրների վերաբերյալ, մեր երկրի վերաբերյալ, բայց իմ խնդրանքը իրենց հետ շփումներում սկզբնական շրջանում եղել է հետեւյալը, որ նրանք բրիֆինգներ կազմակերպեն ինձ համար, ընդ որում թե դեմոկրատ եւ թե հանրապետական ուղեղային կենտրոնները, եւ պատմեն ուղղակի ինչ է անում այսօր Միացյալ Նահանգները, որոնք են այսօրվա Վաշինգտոնի ռազմավարական շահերը, այդ թվում մեր տարածաշրջանում եւ հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ սրա արդյունքում է, որ սկսել եմ արդեն հասկանալ, թե ինչպես կարելի է կառուցել հետագա երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Սա այս տեսանկյունից եւ ինձ համար շատ ուսանելի փուլ է եղել, շրջան է եղել։ Բայց կարևոր է նաեւ, որ մենք այդ բարդ փուլում 21 թվականից սկսած մինչեւ ամենավերջին փուլը մենք ունեցել ենք 24 ժամյա հասանելիություն պետքարտուղարությանը եւ բոլոր այն գերատեսչություններին, որոնք պետք է ներգրավվեին այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությունը ուներ խնդիրներ։ Այսինքն ուրվա որևէ ժամին, գիշեր ցերեկ դուք զանգեիք, այնտեղից ձեզ կպատասխանեին։ Եղել են դեպքեր, երբ ես զանգահարել եմ գիշերը ժամը 2-ին, գիշերը ժամը 4-ին, իրավիճակ է եղել, երբ այսինքն բնականաբար մեզ մոտ անկանխատեսելի եւ շատ անորոշ իրավիճակ էր մի քանի տարի, եւ այդ կապակցությամբ ես զրույց եմ ունեցել պետքարտուղարության եւ խնդրել էի նրանց արդյոք իրենք կառարկեն, եթե ես ունենամ 24 ժամյա հասանելիություն նրանց, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում ցերեկ է, այնտեղ կարող է լինել շատ ուշ ժամ, այո, երբ որոշումներ են կայացվում կամ երբ ինչ-որ խնդրեմ է առաջանում Հայաստանի Հանրապետությունում,
Եվ այո, եղել է նման դեպք ու բավականին ոչ ցածր մակարդակի հասանելիություն, բավականին բարձր պաշտոնյայի մակարդակով ու ես ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև դա մեզ օգնել է շատ խնդիրներից խուսափել կամ դրանք լուծել։ Կարևոր է նաև, որ երբեմն նաև մենք քննադատություններ ենք հնչեցնում, որը նորմալ է իհարկե, որովհետև մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր պատանդի կարգավիճակում կամ ռազմագերիները վերադառնան, որը հեշտ գործ չէ, բնականաբար Հայաստանի Հանրապետությունը երկկողմ աշխատում է Ադրբեջանի հետ, բայց նաև այդ տարիների ընթացքում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այնպես կարևոր է եղել, որտեղ 21 թվականի հունիսին 15 եւ 22 թվականի սեպտեմբերի վերջ հոկտեմբերի սկզբին 17 ռազմագերի մենք կարողացել ենք վերադարձնել հենց իրենց միջնորդությամբ եւ ընդ որում մենք մեր կողմից քննադատություն է հնչում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր լավ հարաբերություններ ունեն օրինակ Ադրբեջանի հետ եւ հաճախ Սփյուռքի կողմից էլ նաեւ քննադատություն կա, որ մենք չպետք է աշխատենք նրանց հետ, բայց ես ուզում եմ ասել, որ հենց նրանց հետ աշխատանքի արդյունքում է հաջողվել վերադարձնել ռազմագերիներին։ Այո, որովհետեւ խողովակ են որոշակի հաղորդագրություններ փոխանցելու։ Այստեղ մեկ հարց, քանի որ ռազմագերիների մասին խոսեցիք, այդ հարցը մնում է Հայաստան-Ամերիկա, Հայաստան-Միացյալ Նահանգներ, Ադրբեջան օրակարգում։ Այդ հարցը իրենց միջոցով են շարունակում լուծել, թե արդեն ուղիղ հարաբերությունների դաշտում է Ադրբեջանի հետ։ Մենք այդ հարցով իհարկե աշխատում ենք թե երկկողմ եւ թե տարբեր գործընկերների ներգրավելով, այդ թվում Միացյալ Նահանգներին։ Հասկանալի է։ Լավ, ելի մի հարց եւս Արցախի հետ կապված, տեսեք, սա իհարկե մի փոքր ֆուտուրիստական դաշտից է, բայց այնուամենայնիվ, եթե ետ գնանք եւ մտածենք, հա, Հայաստանի դիրքորոշումը այն ժամանակ շատ կարծր էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ կապված, ասելով, որ մինչև այդ բոլոր կետերը խախտվել են, միայն 9-րդ կետը չէ որ պետք է իրականացվի, նկատի ունեմ ռուսական սահմանապահների հսկողությամբ կամ վերահսկողությամբ կամ ներկայությամբ այդ ճանապարհի տրամադրումը Ադրբեջանին Սյունիքով։ Բայց եթե մտածենք մի բան, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը իրականացվեր, Արցախը հնարավոր կլիներ փրկել։ Ես անկեղծ ասած չեմ ուզում այսպես ենթադրությունների դաշտում ինչ որ վերլուծություններ անել, ենթադրություններ անել։ Մենք ունենք իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պահպանվել, ունենք իրավիճակ, երբ այդ կետերից շատերը կողմերը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարելի է ասել, որ եղել է միակ կողմը, որը հավատարիմ է եղել կետերին։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը մեր մեկնաբանությամբ եւ մեր համոզմամբ չի ունեցել այնպիսի, չի պարունակել այնպիսի բովանդակություն, որը ենթադրեր արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքով։ Դե արտատարածքային չէր, ինքը այնուամենայնիվ ճանապարհից բարձր էր, միջանցքից ցածր էր կարելի ասել, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի անխոչնդոտ անցումը ինքը քոչեց եւ տեղափոխվեց նույն ուրեմն համապատասխան հայտարարությունը, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց։ Այնինչ մենք լսում էինք նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հայտարարության վերաբերյալ առանձին գործընկերների կողմից, շահառու գործընկերների կողմից մեզ չէր ներշնչում վստահություն, որ նրանք նկատի չունեին արտատարածքային միջանցք։ Հիմա դուք վարչապետի գլխավոր խորհրդականն եք, ո՞րն է ձեր հիմնական աշխատանքի ուղղությունը, ինչ գծով եք աշխատում վարչապետի հետ։ Հիմնականում արտաքին գծով եւ այն ուղղությամբ, որում ես փորձառություն ունեմ եւ առանձին հարցերի որոշման կայացման ընթացքում իմ առաջարկները կամ վերլուծությունները կարող են օգտակար լինել։ Հասկանալի է եւ երևի վերջին հարցը մամուլը շատ է գրում դրա մասին, խնդրում եմ արձագանքեք, որ ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթի այդ ընտրություններին, գալիք խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը, դուք ամենահավանական տեխնացուն եք, որ կարող եք ընտրվել, նշանակվել ազգային ժողովի նախագահ։ Ես այդ մասին անկեղծ ասած որևէ տեղեկություն չունեմ, ինձ համար զարմանալի է եւ տարօրինակ է, թե որտեղից են մամուլում շրջանառվող այդ լուրերը։ Որևէ մեկի հետ նման զրույց չեմ ունեցել, ոչ իմ գործընկերների, ոչ վարչապետի, եւ մեր հիմա եւ մասնավորապես իմ ամբողջ
նպատակը այս պահին, որ մեր քաղաքական թիմը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցի։ Նման ամբիցիա ունեք ազգային ժողովի նախագահ դառնալու։ Ես ունեմ ամբիցիա, հավակնությունն այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ եւ զարգացող երկիր եւ խաղաղության ամրապնդման ու անշրջելի դարձնելու ճանապարհին, եթե կարող եմ որևէ դիրքում որևէ կերպ օգտակար լինել, դա է իմ հավակնությունը։ Վերջերս տեղ ունեցավ վարչապետի այցը Միացյալ Նահանգներ եւ այնտեղից նաեւ հնչեցին տարբեր մեսեջներ, այլ կասեք այժմ այս պահին Հայաստան-Ամերիկա հարաբերությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները ինչ ուղղությամբ են զարգանում, որոնք են հիմնական աշխատանքային ուղղությունները եւ ինչ, չգիտեմ, նոր ծրագրեր, գուցե նոր հնարավորություններ, որ կան, որ կարող են բացվել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները այս պայն շարժվում են այն ուղղությամբ, ինչ արձանագրված է ռազմավարական գործընկերության փաստաթղթում, որը ստորագրվել էր 25 թվականի հունվարին։ Իհարկե, փաստաթուղթը շատ ծավալուն է եւ բոլոր կետերով հնարավոր չէ միաժամանակ աշխատել, բայց մեր առաջնահերթությունն է տարածաշրջանում կայունության նպաստման համատեղ ջանքերը, այսինքն խաղաղություն տարածաշրջանում, մեր համատեղ ջանքերը ուղղված են TRIP նախագծին, որը նպաստելու է ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանը, այլ նաեւ տնտեսական եւ առևտրային զարգացմանը եւ Հայաստանի նոր շուկաներ մուտք գործելուն։ Ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության ուղղությամբ մենք աշխատում, թե ինչպիսի դրսևորումներ դա կունենա ապագայում, արդյոք մենք Միացյալ Նահանգների հետ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներ կծավալենք, թե այլ գործընկերոջ, դա պարզ կլինի, բայց նաև իհարկե տեխնոլոգիաները։ Սրանք են հիմնական ուղղություններն են, որոնց շուրջ աշխատում ենք։ Իսկ այն հուշագրերի շրջանակներում, որոնք ստորագրվել են։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Սիրելիներ, տաղավարում ես զրուցեցի Լիլիթ Մակունցի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։